Բարև բոլոր նրանց, ովքեր դիտում են մեզ, այսօր մենք զրուցելու ենք ձմռանն ընթരാճ բնականաբար շատացող կոտրվածքների մասին եւ դրանց լուծման ուղիներից մեկի էնդոպրոթեզավորման մասին։ Դե ինչ իսկ Հայաստանում էնդոպրոթեզավորման հենց հիմնադիրներից պարոն Չարչյանն է լինելու իմ զրուցակիցը, նա Իզմիրլյան բժշկական կենտրոնի գործադիր տնօրենը, ինչպես նաեւ օրթոպեդ վնասվածքաբանը, ինչպես նաեւ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Պատիվ ունեմ այսօր հարցազրույց անցկացնելու նրա հետ։ Բարև ձեզ, պարոն Չարչյան։ Բարև ձեզ, ինձ համար նույնպես մեծ պատիվ է եւ շատ հաճելի է ներկա գտնվել ձեր տաղավարում։ Անչափ շնորհակալ եմ եւ այն հարցազրույցը, որը դուք եք տալիս, բնականաբար շատ սպասված է նաեւ մեր ունկնդիրների, ակնդիրների կողմից։ Վստահ եմ, որ ոլորտի առաջատարներից եք, պրոֆեսիոնալն եք եւ բնականաբար ձեր հաղորդած ինֆորմացիան անչափ անհրաժեշտ է նրանց։ Սկսենք էնդոպրոթեզավորումից։ Հայաստանում այն քանի տարվա պատմություն ունի։ Էնդոպրոթեզավորումը Հայաստանում բավականաչափ վաղուց է արված, առաջին անգամ Հայաստանում էնդոպրոթեզավորում կատարվեց դեռևս 1965 թվականին, երբ որ ռուս հայտնի օրթոպեդ, վնասվածքաբան Կոնստանտին Միտրոֆանովիչ Սիվաշը եկել էր Հայաստան եւ այդ ժամանակ ինքը կատարեց 5 վիրահատություն։ Ցավոք այդ 5 վիրահատությունների արդյունքները բավարար չէին, այդտեղ երկուսը դրանք թարախակալվեցին, ուտեզները դուրս եկան, մի հիվանդ բավականաչափ լուրջ արյունահոսություն ունեցավ եւ մնացածը նույնպես ժամանակի ընթացքում, շատ կարճ ժամանակի ընթացքում կորցրեցին իրենց ստաբիլությունը, կայունությունը եւ ստիպված եղան հեռացնել։ Միայն մեկը նրանցից, այդ 5-ից մեկը աշխատեց եւ ես բախտ եմ ունեցել տեսնել այդ կնոջը, այդ հիվանդին, որը դեռ 35-40 տարվա պրոթեզ էր, դեռևս աշխատում էր այդ Սիվաշի պրոթեզներով։ Այդ պրոթեզները կատարելագործված չէին, հին էին շատ։ Ինչով էր վատը։ Մի որոշ տեխնոլոգիաները, տեխնիկան դեռևս բավականաչափ մշակված չէր, պրոթեզների որակը, իրանց դիզայնը եւ ֆունկցիոնալիտետը լավը չէր, մետաղը, որ օգտագործում էին, նույնպես սովորական մետաղ էին օգտագործում եւ մի քանի կոմպոնենտներ եւս կային, որի պատճառով որ այդ պրոթեզները չհաջողեցին։ Ընդ որում ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Ռուսաստանում էլ չհաջողեցին որոշակի ժամանակ դա անցկացնելուց հետո, վիրահատելուց հետո հրաժարվեցին Սիվաշի պրոթեզներից։ Ասեմ ավելին, որ առաջի անգամ կոնկաստրային հոդի էնդոպրոթեզավորման փորձ կատարվել է դեռևս 1828-29 թվականներին Անգլիայում։ Բայց այդ ժամանակվանից սկսած բոլոր այդ փորձերը եղել են անհաջող։ Հիմնական զարգացումը պրոթեզավորման կոնկաստրային հոդի սկսվեց 60-ական թվականներից, երբ որ Ջոն Չարլին հայտնաբերեց ոսկրային ցեմենտը եւ հետո պրոթեզների որակ Մյուլլեր տիպի պրոթեզներ կային, Մյուլլերը հայտնաբերեց դիզայնը կառուցեց իր պրոթեզների։ Դա նույնպես փորձարկում էր անցնում, ասես, մարդկանց վրա։ Դա հաշվարկված էր մարդկանց համար եւ դա անելուց հետո արդեն որոշակի դրական արդյունքներ գրանցվեցին։ Շատ է, պարոն Չարչյան, այդ էվոլյուցիան, այդ ձեր նշած 60-ականների պրոթեզների, էնդոպրոթեզների եւ հիմա 2020։ Լավ, ես ձեզ ասեմ գերմանացի վիրաբույժ օրթոպեդ Վույթոֆի խոսքերով։ Դիտելով այն պրոթեզները, որ մեր նախկիններն էին օգտագործում, մենք սարսափում ենք եւ հիանում ենք, որ ինչ խիզախություն ունեցել են մարդիկ, որ կարողացել են այդ պրոթեզները դնել, ներարկել, դնել վիրաբույժները ինչ խիզախություն են ունեցել, որ օգտագործել են այդ որակի պրոթեզներ եւ ինչ սարսափելի է եղել այդ որակի պրոթեզներ օգտագործելը։ Խիզախ են եղել նրանք, խենթ են եղել։ Մի սերունդ առաջ։ Այո։ Նույնը կասեն մեր մասին հաջորդ սերունդի մեր օրթոպեդները, տրավմատոլոգները, որպես հին եւ ոչ հարմար պրոթեզներ, այն պրոթեզների մասին, որոնց որ այսօր մենք կարծում ենք
գիտության կատարելության գագաթնակետ։ Այո։ Օգտագործում ենք։ Դա շատ հետաքրքիր է։ Պարոն Չարչյան, իսկ Հայաստանում առաջին անգամ երբ է ներառվել էնդոպրոթեզավորումը։ Ես արդեն ասացի, որ 65 թվականից այդ անհաջող փորձից հետո մենք երկրաշարժից հետո 88 թվականին այդ երկրաշարժից ավելի երկրաշարժից շփվեցինք մեր արտասահմանյան գոլեգաների հետ Հոլանդիայից եկած եւ այն ժամանակ ինստիտուտի տնօրենը իմ ուսուցիչ պրոֆեսոր Այվազյան Վաչագան Պետրոսևիչն էր, որին որ ես անսահման հարվում եմ եւ պաշտում եմ։ Երբ որ մասնագետների հետ այդ անձնական շփումներում իրենք ասեցին, իսկ դուք ի՞նչ կցանկանաք անել, մենք ասացինք էնդոպրոթեզավորում։ Մարտը գնաց Հոլանդիա եւ 2 ամիս, 3 ամիս հետո պատրաստված եկավ։ Դեկտեմբերի 7-ին այդ Չարաբաստիկ երկրաշարժներ, մարտի 1-ին եկավ պատրաստված ամեն ինչով, եւ գործիքներով, եւ պրոթեզներով, եւ ամեն ինչով, այդ Médecins Sans Frontières, Բժիշկներ առանց սահմանի կազմակերպության ներկայացուցիչներ, եւ ասաց, որ ես պատրաստ եմ իրար ներդնել այդ էնդոպրոթեզավորումը, եւ առաջին էնդոպրոթեզավորումը կատարվեց 89 թվականի մարտի 12-ին, ես անգամ հիվանդների անուններն եմ 12-ին մեկը, 14-ին երկրորդը, 12-ին Հակոբյան Մեխակ, 14-ին Բադալյան Մարինա։ Այսքան տարի անց հիշում եք։ Հա, հնարավոր չի հիշել, Վաչագան Պետրոսևիչի գլխավորությամբ Ամոս Հարարին կատարեց, ցույց տվեց մեզ, մենք իրար հետ երեքով, հա, կատարեց։ Դրանից հետո գնաց էլի եկավ մի 3 ամիս հետո նորից եկավ էլի միասին արեցինք ու արդեն դրան այդենց երկրորդ 3 ամիս հետո գնալու արդեն հունիսներ առաջի պրոթեզը վստահեց, որ մենք անենք, հա, եւ Վաչագան Պետրոսը արեց, դրանից հետո հաջորդը ես արեցի Իվան Դելյանն ազգանուն հիշում եմ Դոխոյան Լենա, արեցինք ու դրանից ու այդուհետ արդեն ներդրվեց Հայաստանում էնդոպրոթեզավորումը։ Ձեր ուսուցչի դնողներից մեկը ես եմ իմ ուսուցչի հետ միասին։ Կոտրվածքներ, այդ ձմռանն ընթരാճ բնականաբար պետք է անդրադառնալ այս թեմային, քանի որ ձմռանն է հենց որ կոտրվածքները շատանում են։ Հիմնականում շատանում են օստեոպարոզ ունեցող անձանց մոտ, թե կարող է յուրաքանչյուրը դառնալ դրա զոհը եւ շատ բարդ իրավիճակում հայտնվել։ Եկեք այսպես տարանջատենք օստեոպարոզը ընդհանուր կոտրվածքներից, հա։ Կոտրվածքները իր սեզոնայնությունն ունեն, հա։ Վաղ գարնան շրջանում կամ գարնան շրջանում ավելի ցածր է լինում այդ կոտրվածքը, որ արդեն ձյունը հալված է լինում, սառույց չկա, մարդիկ դեռ բայց գյուղատնտեսական աշխատանքները դեռ չեն սկսել, այլն որոշակիրուն իջնում է կոտրվածքների։ Հետո երբ որ արդեն սկսում են գյուղատնտեսական աշխատանքները, երբ որ արդեն ծիրանը դեռ կիսահաս ունեցողել է, երեխաների մոտ են կոտրվածքները բարձրանում են ծառեր եւ այլն, ընկնում են այդ դեպքում է կոտրվածքները լինում։ Կոտրվածքը կախվածություն ունի արտադրական տրավմատիզմները, նույնպես կախվածություն ունեն արտադրության բումից, երբ որ արտադրություն է լինում, գյուղատնտեսական աշխատանքներ են լինում, շատանում են այդ ընթացքում է լինում կոտրվածքները եւ բնականաբար ձմռանը երբ որ ձյուն է գալիս, մարդիկ սահում են, ընկնում են, կոտրվածքներ են ստանում եւ այլն եւ հիմնականում խոցելի խումբը դրանք տարեցներն են 60+ է, որ ավելի դժվարությամբ է արդեն քայլում, ավելի կոորդինացիան խախտված է։ Հիմնականում այդ մարդիկ են խոցելի խումբը, իսկ այդ խոցելի խմբի մոտ ավելի խոցելի կոտրվածքները դա կոնկաստրային հոդի կոտրվածքներն են, ազդրոսկրի ֆիզիկի եւ ազդրոսկրի գլխի կոտրվածքներն են, որոնք որ իրենց վատ արյունամատակարարման հետևանքով կամ չեն կպնում, կամ շատ դժվարությամբ են կպնում, բարդություններ են լինում, եւ որպեսզի կարողանանք վերականգնել մարդկանց կենսակերպը, նորմալ կենսակերպը, մենք ստիպված ենք լինում արդեն փոխարինել
վնասված կոտրված հոդերը արհեստական հոդերով եւ դա արդեն էնդոպրոթեզավորում է, դա կոչվում է էնդոպրոթեզավորում։ Այո, ինչպես նշեցիք, պարոն Չարչյան, 60-ից տարիքի մարդկանց մոտ է ավելի հաճախ հանդիպում, թե երերուն քայլվածքն է, թե ոչ հավասարակշռվածությունը ճիշտ պահելու գործընթացը, չանդրադառնանք դրանց, այլ հետաքրքիր է այս տարիքում կատարվող էնդոպրոթեզավորումը, արդյոք էֆեկտիվությունը բարձր է եւ այդ մարդիկ կարողանում են իսկապես ինտեգրվել հասարակական կյանքին, բնականոն կյանքին հենց այդ էնդոպրոթեզներով, թե հիմնական մասը չի էլ հարմարվում։ Լավ, նույնպես պատասխանեմ գրականության մեջ շատ տարածված հեղինակների խոսքերով, դա Քրիստինա Գումբ, Քրիստինան եւ Գումբ առանձին հեղինակներ են, որոնք որ այսպեսի գիրք էին գրել Hip Replacement the State of the Art կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում արվեստի մակարդակով որպես արվեստ ճիշտ թարգմանությունը որպես արվեստ իրենք ասում են որ ոչ մի օրթոպեդիկ վիրահատություն այնպես չի ամոքում հիվանդի ցավերն ու տառապանքները որքան կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումը այսինքն ըստ իր ֆունկցիոնալության սա դերևս ամենաարդյունավետ օրթոպեդիկ վիրահատություններից մեկն է հիվանդը հաջորդ օրը կանգնում է ոտքի քայլում է մեկ ամիս մի փոքր ավելի միգուցե քայլում է հենակներով եւ ըստ մեկ ամիս ձևնապայթով դրանից հետո ընդհանրենք իմ վիրահատած հիվանդների մասին ես կարող եմ ասել որ եւ դահուկային սպորտով են զբաղվում եւ լոտոսի դիրք են սպորտային կյանք կարող են վերադառնալ եւ լոտոսի դիրք են նստում զարմանալի է դա բավականաչափ եւ հիվանդներից մեկը անունը չեմ ուզում ասել երկու կողմ էնդոպրոթեզավորված առաջինը 13 թվականին արեցի երկրորդը 24 թվականի փետրվարին 24 թվականի օգոստոս ամսին բարձրացավ Արարատ լեռը եւ դա փաստավորված այո այսինքն լրիվ սեփական ամբողջովին վերադառնում են այո վերադառնում են օրդինար կյանք իսկ երբ որ հիվանդը որին որ ես վիրահատել էի 6 ամիս հետո դահուկային այդ համազգեստով դահուկ քշելուց նկարներ ուղարկեց այս անգեցի ասեց դու խնդես խելառ ես մենք տենց չենք պայմանավորվել ես քեզ թույլ չէի տվել որ որոշակի ինչ որ սահմանն անցնես այդքան ակտիվություն ինձ հարցրեց իսկ ինչու եք դուք ինձ վիրահատել որ ես չվայել եմ կյանքը այդքան լավ է իրեն զգացել եւ այո եւ դա ձեր բարձր սովորաբար հիվանդները այդքան լավ են իրեն զգում այո գիտեմ որ էնդոպրոթեզը ունի իր կյանքը որքան է սահմանված որքան ժամանակ հետո է հարկ այն կրկին կրկնել գոյություն ունի այսպիսի արտահայտություն ինչպես ծառայության ժամկետ այդ ձեզ մոտ բարձրանալուց գալուց անմիջապես առաջ ինձ մոտ էր եկել ստուգողական հետազոտության տղամարդ Բեղծերևի համախտանիշով կռացած բայց քայլում էր բացարձակ երկու կողմից էնդոպրոթեզավորում արված մեկը 2006 մյուսը 2007 թվականներին եկել էր ուղղակի ստուգողական հետազոտության ռենտգեն արեցինք տեսանք ամեն ինչ իր տեղն է մարդը գնաց մի տարի հետո նորից գալու է այսինքն դրանք արդեն 19, 18, 19, 20 տարի այդ պրոթեզներն աշխատել են եւ եւս կաշխատեն որոշակի ժամանակահատված այդ կյանքի տևողությունը, այսպես ասած, կամ ծառայողական պրոթեզի ժամկետի տևողությունը կախված է տարբեր հանգամանքներից։ Նախ առաջինը պրոթեզի որակից է կախված։ Ինչ որակի պրոթեզ ենք օգտագործում, ինչպես ենք օգտագործում։ Երկրորդը կախված է պրոթեզը ցեմենտային պրոթեզը թե ոչ ցեմենտային պրոթեզը, որտեղ սովորաբար ցեմենտը 11-15 տարի հետո իր ամրությունը կորցնում է եւ արդեն ֆիքսել, ամրացնել կայունացնել պրոթեզը ոսկրի հետ մի քիչ դժվարանում է։ Հաջորդը կախված է հիվանդի քաշից։
բնականաբար եթե հիվանդը կրկնակի անգամ գեր է 100 կիլոգրամանոց եւ 50 կիլոգրամանոց հիվանդները չեն համեմատել մաշվածությամբ ընդ որում բայց շատ գեր հիվանդներին լինում է այո ստուգված ես մենք չենք կարող ասել դու ընդհանրենք 140 կիլոգրամ ես իջիր դարձիր 60-70 այդ ամբողջ կյանքի ընթացքում այդ մարդը չի կարողանա իջնել այսինքն մենք գնում ենք գիտակցաբար գնում ենք այդ վիրահատության իրենց զգուշացնելով որ պետք է այո հաջորդը կախված է անգամ նաև կախված է սեռից կանանց մոտ մի քիչ ավելի շուտ է այդ մաշվածությունը լինում քան տղամարդկանց այդ հորմոնալ ֆոնից ելնելով վիտամին E-ի հիմնականում շրջանառություն նյութապախունակությունից ելնելով սովորաբար այսօրվա լավագույն մեր օգտագործված լավագույն պրոթեզները ես հիմա չեմ ուզում անուն ասել որ չհնչի որպես գովազդ այո բայց լավագույն պրոթեզները որ աշխարհում տարածված որ մենք այսօր օգտագործում ենք դրանց ծառայության ժամկետները 18-20 այո միգուցե 20+ տարի են եւ հետո հարկ է լինում կրկնել եւ հետո հարկ է լինում անհրաժեշտություն լինում արդեն կախված այդ բոլոր դեպքերից ելնելով մեկի մոտ դա կարող է ծառայել 15 տարի մյուսի մոտ 25 տարի երբ թե ինչպես է իրեն հետևել ինչպես է իրեն հետևել ինչպես է իրեն պահել եւ այստեղ ես մի բան եմ ուզում զգուշացնել որ որոշ օրթոպեդներ ավելի շատ երիտասարդներ ասում են որ մենք կդնենք այսպես կոչված lifetime պրոթեզներ որ ամբողջ կյանքում ձեզ կծառայի մարդիկ կամ դգետեն չգիտեն թե ինչ բարդություններ է հնարավոր լինել եւ կամ շարլատան են որ հիվանդին խաբում են միշտ պետք է հիվանդին զգուշացնել որ պրոթեզը ունի իր ծառայության ժամկետը եւ մոտավորապես միջին հաշվով ինչքան է դա աշխատում դա միջինը երբեք դու չես կարող բոլորին ասել կամ յուրաքանչյուրին ասել անձնապես որ քեզ մոտ սա այսքան կաշխատի չէ միջին հաշվով պրոթեզի ծառայության ժամկետը այսքան է կարող է լինել ստորին սահման կարող է լինել վերին սահման եւ երկրորդը պարտադիր վիրահատությունից առաջ դու արդեն քո բարոյական բժշկական կողմից պետք է հիվանդին զգուշացնես բոլոր հնարավոր բարդությունների մասին առնվազն 2 լուրջ բարդության մասին դա ընդհանուր բարդություններից տրոմբոէմբոլիաներն են տարբեր տեսակի տրոմբոէմբոլիաները դա թոքային զարկերակի տրոմբոէմբոլիա կարող են լինել ճիշտ է հավանականությունը շատ քիչ է 0.4% չափով եւ երկրորդը դա ինֆեկցիոն բարդություններն են եւ որը կախված չէ այո բժշկից որը ինչ որտեղ բժշկից չէ այսպես ասեմ եթե դու շատ դելիկատ եւ շատ նուրբ շատ գեղեցիկ վիրահատություն ես անում դա քեզնից կախված չէ բայց երբեմն հյուսվածքների հետ դույով են խոսում մեծ ինչ որ պատրվազքներ, կտրվածքներ եւ այլն, եթե այդ դեպքում արդեն այդ ռեյտը բանի տոկոսը, բարդությունների տոկոսը կտրուկ մեծանում է, կտրուկ բարձրանում է։ Պարոն Ջարդյան, ամենատարեց պացիենտը, որին վիրահատել եք եւ ունեցել եք դրական արդյունք, ինչը ձեր դեպքում վստահ եմ միշտ է լինում, ինչ տարիք է 101 101 հիշել եմ դա մեր բժիշկներից մեկի նույնպես անունը չեմ ուզում տալ դες ժամանակ դեռևս Երևանի բժշկական կենտրոնում է աշխատում կլինիկայի ղեկավար էի մեր բժիշկներից մեկի տատիկն էր 101 տարեկանում վիրահատեցինք տատիկը քայլեց եւ այլն հետո մի որոշ ժամանակ հետո մոտ մի տարի հետո տատիկը մահացավ բայց մեկ տարի երջանի ինտեգրված կյանքին այո հրաշալի այդ տատիկը կար իսկ սովորաբար կոտրվածքների դեպքում միջին տարիքը 70-ից 80 է որ վիրահատում ենք միջին տարիքը այդ տարիքային դրույթում են հիվանդները լինում եւ որ ինչը նաեւ նշեցիք շատ է 60 տարեկանից ան 60 քիչ է բայց եւ հետաքրքիր կանայք ավելի շատ են չէ կոտրվածքների ենթարկվում այո
Կանայք որտեվ կանանց մոտ ավելի օսեոպարոցիկ են ոսկրերը։ Այո։ Նույն հարվածի դեպքում, նույն ուժի հարվածի դեպքում հնարավոր է որ տղամարդու մոտ չկոտրվի, կնոջ մոտ կոտրվի։ Դա էլ արդեն գալիս է կնոջ օրգանիզմի առողջական վիճակից, հետ մենոպաուզալ պերիոդ, հորմոնալ փոփոխություններ, որոնք որ ուզես թե չուզես ազդում են կնոջ ոսկրերի ամրության վրա, օսեոպարոզն է։ Իհարկե։ Եվ կցանկանայի խոսենք նաև այն միֆերից, որոնք լսել եք պրոթեզավորման մասին եւ դա ձեզ բարկացրել է կամ հասկացել եք թե դա որքան իրականությունից հեռու է։ Լսել եք այդպիսիք։ Մի միֆ հիմա հիշեցի, երբ որ հիվանդը եկավ ինձ մոտ, եւ ասեց իսկ ինչու է ձեզ մոտ էժան քան ընդհանրենք X կլինի, վաղուց 20-20 տարի առաջվա բան եմ ասում։ Երբ որ ընդամենը 2-3 տեղ էինք վիրահատում։ Ասեց իսկ ինչու է ձեզ մոտ այդքան էժան են դա պրոթեզավորումը։ Ասեցի սա գինն է, ասեց իսկ X կլինիկայում 50% ավելի թանկ է նույն այդ ամեն ինչը։ Ասեցի լավ, ձեր ընտրությունն է, հետո գնաց էլի եկավ ինձ մոտ վիրահատվեց, վերջացրեցինք ամեն ինչ, դե պրոթեզները ինչպես բոլոր պրոթեզները փակ սերիլ տուփերի մեջ են եւ այդ տուփերի մեջ իրանց բաներն են, կոդերն են, արտադրության կոդերը, որոնք որ սերիլությունը բացելուց հետո դուրս են գալիս եւ մենք կպցնում ենք հիվանդի էպիկրիզի էջին եւ տալիս ենք հիվանդին, որպեսզի մարդը իմանա, որ ինչ է իրան դրված։ Մեկ եւ երկրորդ հարցը, եթե 10 տարի, 20 տարի, 25 տարի հետո փոխելու անհրաժեշտություն լինի, դրանով առաջնորդվեն, իմանան ինչ է դրված կոդով եւ միայն այդ մասը փոխեն։ Այո։ Ոչ թե ամբողջ պրոթեզը փոխեն։ Եկավ ասեց, գիտեք, ասեց, երբ որ ես գնացի այն կլինիկա, ասեց, իսկ ինչ է ձեզ մոտ ավելի թանկ։ Ասեցին, թե Չարչյանի մոտ հիվանդները մահանում են, ինքը մահացած հիվանդից հանում է պրոթեզը, նորից է դնում։ Իհարկե ծիծաղ առաջացվեց, բայց այդ մեր բոլորի մոտ։ Վստահ եմ նրանք հումորով են ասել, պարոն Չարչյան։ Դե ես չգիտեմ հումորով են ասել։ Թե բնովելու նպատակով։ Ես չգիտեմ, ես 25 տարի անցել եմ։ Բայց դա հումոր է դիտարկում իհարկե։ 25 տարի անցել այդ ամեն ինչից։ Причем ասել էր մարդ, որ ինքը էնդոպրոթեզ չի անում։ Չէր անում այդ ժամանակում մինչև հիմա արդեն ամբողջ կյանքում չարեց, ամբողջ կյանքում չվիրատեց։ Ու միֆերից երևի մեկը դա էր։ Տեղը տեղին միֆ էր, պարոն Չարչյան։ Շատ լավ, մեր զրույցը կցանկանամ ավարտել ձեր կողմից հնչեցրած հորդորներով մեր կանանց մեջ տղամարդկանց բոլորին, ովքեր հատկապես խոցելի խմբում են էնդոպրոթեզավորման առումով, ինչ խորհուրդ կտաք նրանց։ Նախ կան դեպքեր, ովքեր կոտրվածքը փորձում են տան պայմաններում բուժելու են դիմում, եթե կան այսպիսի դեպքեր, նրանց նույնպես ձեր հորդորը պիտանի կլինի։ Առաջի բանը, որ կխնդրեմ ու կհորդորեմ, որ լինեն ուշադիր եւ չընկնեն, տրավմա չստանան, որովհետեւ ինձ համար շատ ավելի հեշտ հաճելի է եւ հեշտ է այդ մարդկանց հետ հանդիպել սեղանի շուրջ, քան թե երբ որ իրանք սեղանի վրա են։ Վիրահատական սեղանի վրա։ Հետաքրքիր է շատ։ Առաջինը, երկրորդը, որ առողջ ապրելակերպով զբաղվեն։ Առաջինը դա առողջ ապրելակերպում, դա ֆիզիկական վարժություններն են, մաքուր օդ քայլել, ընդ որում պարտադիր չի ծանր ֆիզիկական ժիմ գնալ կամ ինչ-որ ծանր ֆիզիկական քրտնել։ Կարևորը մարզավիճակում։ Կարևորը մարզավիճակում լինել, մաքուր օդ, մարզավիճակ քայլել, որտեվ օստեոպորոզի ամենակարևոր եւ առաջի բուժումը դա քայլելն է։ Երկրորդը սննդակարգը կարողանան կանոնավորել, որ ճիշտ սնվեն, առողջ սնվեն։ Երրորդը, որ շատ կարևոր եմ համարում, նաև իրենց հուզական վիճակները մարդիկ կարողանան կառավարել։
կառավարել եւ ուղղորդել դեպի դրական էմոցիաները, դեպի էուստրես, դեպի դրական ստրես։ Դա նույնպես շատ կարևոր է եւ հաջորդը, որ մարդկային փոխհարաբերություններում լինեն բարի եւ ժպտան։ Դա նույնպես Առողջության վրա դրական է անդրադառնում։ Նույնպես առողջության վրա դրական է ասում։ Իսկ ասենք առողջ հոգի, առողջ մարմնում ասվածը դուք համոզվել եք ձեր պրակտիկայի ընթացքում, դրական մարդիկ ավելի առողջ են լինում, ավելի հեշտ են ինտեգրվում այս 2500 տարի արդեն ասվում է mens sana in corpore sano, առողջ միտք, առողջ մարմնում։ Այո, մարդը ինչքան դրական տրամադրվածություն ունի, ինչքան դրական աուրա ունի, այդքան իր մոտ ավելի արագ է կատարվում ապաքինման գործընթացը եւ այսպես ադապտացիոն նույնիսկ, այո։ Եվ անգամ այսպեսի մի կատակ կա, բժիշկների մեջ, որ եթե հիվանդը չի ցանկանում բուժվել, բժշկությունն անզոր է։ Հիվանդը պետք է ինքը ցանկանա բուժվել, հիվանդը պետք է օգնի բժշկին։ Եվ վերջապես բժշկությունը ինքը Աստծո արարչություն է, Աստծո կողմից տրված շնորհ է, եւ մենք ընդհանրապես օգնում ենք հիվանդին, որ այդ Աստծո դրված կոդը ինքը կարողանա իրագործել բուժվելու։ Այո, պահպանել այն, ինչ խաթարվել է, շտկելու այն, ինչ խաթարված է, բայց շտկողը ի վերջո հիվանդն է ինքն իրեն։ Վերջնական օգնում վերջնական օգնող ինքն իրեն հիվանդն է, թե հիվանդը չտրամադրվեց, եթե հիվանդը չհավատաց իր բժշկին, եթե հիվանդը վստահ չեղավ, որ ինքը վաղը քայլելու է, դուք անհաջողությունները բավականաչափ մեծ են լինելու մեր անհաջողությունները եւ իմ խորհուրդս նաեւ երիտասարդ բժիշկներին, բոլոր բժիշկներին, վիրաբույժներին հատկապես մինչեւ վիրաբուժություն գնալը, մինչեւ հասնելը վիրաբույժության շփվեք ձեր հիվանդների հետ, փորձեք նրանց մոտ վաստակել եւ վայելել վստահություն, խոսեք նրանց հետ։ Շատ կարևոր է դա։ Շատ կարևոր է, այդ դեպքում ձեր արդյունքները կլինեն դրական, շատ դրական։ Եվ կրկնակի շատ ավելի դրական։ Շնորհակալ եմ, շատ ինֆորմատիվ եւ շատ հետաքրքիր հարցազրույցի համար, պարոն Չարչյան։ Ես էլ եմ շնորհակալ եւ շատ հաճելի էր։ Նմանապես։ Մերսի։ Հարգելի հետևորդներ, շնորհակալ եմ նաև ձեզ ուշադրության համար էնդոպրոթեզավորման, կոտրվածքներին ընդառաջ դե դրանք արդեն անհրաժեշտությունները շատանում են էնդոպրոթեզավորման մասին, ինչպես նաև փոքր-ինչ մարդկային հարաբերությունների մասին ես զրուցեցի Իզմիրլյան բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, օրթոպեդ, վնասվածքաբան, ինչպես նաև բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արմեն Չարչյանի հետ։ Այսքանը այսօրվա համար, հետևեք մեզ։